Եվ պարոն Մարգարյան, վերջին հարց, ողջույն դուք ծավալուն գրել եք, մեջբերում չեմ անի, ես կուզեմ ձեր խոսքով փոխանցեք նաև անդրադարձել եք Թրամփի կողմից բժշկական ապահովագրությունների ծառայությունների ադմինիստրատոր նշանակված ազգությամբ թուրք դոկտոր Մեհմեդ Օզի հակայի տեսանյութին ու գործողություններին եւ նաև շեշտադրել, որ ոչ Զարեհ Սինանյանը այդ սփյուռքի հարցերով հանձնակատարը, ոչ հիպատոսությունը որևէ արձագանք չեն տվել, ինչի մասին է խոսքը, համեցեք։ Վերջին օրերին մեր համայնքին հուզող թեմաներից մեկ եղել է դոկտոր Ազիի այդ հայտարարությունները, այդ տեսանյութը, որ տարածել է։ Նախ ասեմ, արդարացնելու բան չկա, որտեղ ցավոք սրտի այդ սխեմաները այո, իսկապես գործում են։ Այսինքն ցավոք սրտի բավական մեծ թվով հայեր ներգրաված են նման խարդախության սխեմաներում, որոնց միջոցով միլիոնավոր գուցե դոլարներ են, այդպես ասած, մսխվել Միացյալ Նահանգների հարկատուներից, մեկ նպատակեն, որ հիմնականում, այսինքն օրենքների չարաշահմամբ այդ սխեմաները գործել են եւ գործում են, բայց խնդիրը հիմնականում է դա, որ դրա մեջ միայն հայերը չեն, որ ներգրաված են, պարսիկներ են եղել, օտարազգիներ են եղել։ Հիմա դոկտոր Ազը, որը ազգությամբ թուրք է եւ 2022 թվականի ընտրությունների ժամանակ ինքը ցանկանում էր սենատոր ընտրվել, եթե չեմ սխալվում, եւ հայկական լաբի տարած աշխատանքի արդյունքում պարտություն կրեց եւ չկարողացավ։ Հիմա այդ պաշտոնը զբաղեցնելով փորձում է մի տեսակ վրեժ լուծել հայկական համայնքից եւ ուղղակիորեն մյուս, այսպես ասած, դերակատարներին բաց թողնելով ուղղակի կենտրոնացել է միայն հայկական համայնքի վրա եւ թիրախավորել է հայկական համայնքին, տեսանյութ էր տարածել, գնացել է հայկական բիզնեսներ նկարել, որոնք տասնյակ տարիների անցյալ ունեն, հետո այդպես տպավորություն է ստեղծել, որ այդ բիզնեսների հետևում ինչ որ այդպես ասած սխամաներ են գործում եւ այդպիսով հիմնականում ռասիստական հայտարարություններ արել, որոնք Միացյալ Նահանգների օրենքներով արգելված են, որից մեկը թույլատրված չի եւ Կալիֆոռնիայի օրենքներով այդպես ասած նահանգապետը եւ մյուսները հիմնական քայլեր ձեռնարկել են այս կապակցությամբ։ Ամեն դեպքում ասում եմ, նման սխամաներ կան, բայց այդ որ դուք Մեհմեդ Օզը վերջինն է, որ կարծում եմ իրավունք ունի այդ թեմաների մասին, երանի մենք այնքան ուժ ունենանք, որ մենք մեր համայնքում կարողանայինք այդ իրավիճակի դեմ պայքարեինք, որպեսզի մի շարք հայեր, ովքեր ցավոք սրտի հայկականությունից միայն այդ յանն են, իրենց հետ ազգանվան վրա յան ունեն եւ Մեհմեդ Օզից ավելի թուրք են եւ արատավորում են մեր անուն այս համայնքում նման խարդախություններով, թույլ չտայինք, որ մեզ այս իրավիճակի մեջ հասնեն։ Հիմա ամեն դեպքում այս հայտարարությունների ֆոնին ինձ համար չափազանց հետաքրքիր էր Զարեհ Սինանյանի պահած լռությունը, որպես սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, ով հիմնական իր պարտականություններից մեկը պետք է լինի արագ արձագանքելը նման հարցերում, հատկապես որ ինքը նույն համայնքից է, Լոս Անջելեսից է եկել հասել այդ պաշտոնին։ Նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր հիպատոսությունը, որը արտասահմանում ցանկացած հայ իրավունքների պաշտպանը պետք է լինի, որպես Հայաստան ներկայացություն, քար լռություն են պահել, որից արձագանք չեն ցուցաբերել, ինքը ես կարծում եմ այս պայմանների մեջ պայմաններում անթույլատրելի է։ Հիմնական բեռը հայկական համայնքն է իր վրա կրել, Հայդատի հանձնախումբն է, Ամերիկայի հայկական համագումարն է, որոնք հայտարարություններ են տարածում այս կապակցությամբ պայքար են տանում։ Եվ հիմա գիտեք, Զարեհ Սինանյան հավանաբար եղել այդ պարգևավճար ստացողների ցուցակում նախարարների կառավարության կազմի, որոնք հազարավոր դոլարներ պարգևավճարներ են ստացել արդյունավետ աշխատանք տանելու, բայց տեսնում ենք նվազագույն աշխատանքը, որ պիտի կատարին, գոնե մեկ հայտարարությամբ դատապարտեն, մենք ցավոք սրտի որից այդպես ասած քայլ իրենց կողմից չենք տեսնում եւ անսպասելի է չէ, որտեղ մարդիկ ընդհանրապես սփյուռքի հարցերով հետաքրքրված չեն, իրենց հիմնական նպատակը պարակտումն է եղել, դա անում են, իսկ սփյուռքահայերի իրավունքների պաշտպանությունը կարծում եմ ընդհանրապես իրենց լիազորությունների կամ իրավունքների կամ պատասխանատվության շրջանակում չեն տեսնում։ Դա հանցավոր անգործություն է, պարոն Մարգարյան։ Անշուշտ հանցավոր անցագործություն է, անշուշտ, որտեղ նման իրավիճակի շարունակվելը բնականաբար վտանգում է սփյուռքում ապրող ցանկացած հայի կյանք։ Հիմա նույն ասենք Սիրիայում էր տեղի ունենում, արձագանքում էին, եթե ուրիշ տեղ էր տեղի ունենում, արձագանքում, հասնում է այստեղ չեն խոսում, գուցե վախենում են, որտեղ Թրամփի վարչակազմի կողմից նշանակված անձնավորությունը մտածում են հանկարծ միշտ որտեղ Թրամփ իրենցից չդժգոհի կամ մի բան չասի, այդպես ռան հավանաբար գուցե իջեցել մի բան ասեք, ոչ մի ասեք, թողեք այսպես առաջ գնա։ Իրենք էլ քար լռություն են պահում անտարբերությամբ, երեսները թեքել են, իբր թե չեն տեսնում, բայց տեսնում եք հիմա իրավիճակը մեր համայնքի մեջ չափազանց մտնեք սոցցանցեր, տեսնեք, որ իսկապես մեր համայնքին հուզող այս օրերին թեմաներից մեկը այս թեման է։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք այս